Այրունոտ շուշանները սառած, քայլերս ուղղում եմ ջարդի ձոր։ Ասես շշնջում է մեկը ինձ, խոսում է մեկը շշուկով։ Ցնցված այդ ձայնից խենթացած, շրջվում եմ, որ տեսնեմ խոսողին։ Լացի ձայն եմ լսում ես հանկարծ, փոքրիկ է լալիս իմ կողքին։ Աստված իմ, գժվել եմ ես ինչ է, ասում եմ ինքս ինձ բարձրաձայն։ Խոսում է հանկարծ փոքրիկը, ասելով չկա դատաստան։ Մեղատեր, ով իմ Տեր, այս ինչ է, դողում են ձեռքերս հանկարծ։ Ասում է փոքրիկը, ապրիլ է, ամեն ապրիլին մենք կգանք։ Հարցնում եմ դողալով, փոքրիկս, ուր կգաք, այս ինչ է կատարվում։ Ասում է բարի քույրիկս, ես զոհն եմ թուրքերի ապրիլյան։ Արցունքներս հանկարծ հոսում են, նա լալիս է ինձ հետ բարձրաձայն։ Ասում է տեսնում ես փորիկս, թուրքն է ինձ խոցել շատ դաժան։ Ցավում է ամեն օր մարմինս, մայրիկս էլ խոցված է իմ քույրիկ։ Երբ է լինելու պատիժը, երբ եք պատժելու դուք թուրքին։ Ծնկներս ծալվում են ակամա, ողբում եմ, ասում իմ փոքրիկ, ոնց անեմ ես հիմա քեզ դարման, կպատժեմ անպայման ես թուրքին։ Կսպասենք, ասում է հեռանում։ Ես ողբում եմ նրա հետևից, փորիցդ այրուն է ծորում։ Նա դառնում է, նայում է ինձ տխուր ու ասում քույրիկ, սիրելիս, շատերիս այրունն է ծորում, քանի դեռ թուրքը վայրենի մեզանից ներում չի խնդրում։ Ու գնաց փոքրիկը, հեռացավ, լսեցի շատ մարդկանց աղաղակ, գոռում էին, լալիս ու կանչում, թե չունենք մենք հանգիստ այս ձորում, քանի դեռ աշխարհն ու մարդիկ հայոց ցավը չեն ճանաչում։ Վազում էի, ինչպես խելագար, ասես գնացքներ իմ գնում, վազում եմ պատմեմ աշխարհին, որ այնտեղ այն ջարդի ձորում տանջվում են հոգիներն հայերի, քանի դեռ չկա հատուցում։ Լսում ես աշխարհ, վերքը մեր մեկ դար է անցել, չես կապել, 1,5 միլիոն հայերի այրունը խղճիտ է դաջվել։ Բավ է, որ տանջես հայերիս, այրունն է հոսում վերքից մեր։ Շատ երկար սպասեցինք դարմանի, աշխարհ, բեր կապիր վերքը մեր։